Բարի երեկո սիրելի Facebook-յան ընկերներ, սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ ջան։ Սիրելի ընկերներ, նախ ես քիչ եմ այս թեմային անդրադառնում եւ ես խնդրանքով ձեզ դիմում։ Սատկացի առույց քշողի այն բերանը ծուրտիկ մի հատ խոխակա։ Դրան ազգանուն չեմ հիշում, բայց հասկանում եք։ Հիշում եմ, ուղղակի չեմ ուզում ես դրան ազգանունը հիշեցնեմ այդ բերանը ծուրտիկ խոխի։ Այդ որ սատկացի կենթանու վրա նստած նկարներ բան ունի, որ ցույց մոսկուներ բան անում, ուզում հայ մարդը վախը բռնի, տեսեք, մենք կարող ենք սատկացի կենթանու վրա նստենք, սելֆիներ անենք։ Դրա էջի տակ գրելի որ քաղաքական մակարդակը ես այդ միշտ իմ այդ խոսքը դա որևէ մեկը թոմատի փաթաթան չսարքի, օй վարչապետի աջակիցը սպառնալիքներով զբաղված, մեծ սպառնում, բանավան դրա աջակիցները։ Մենք ոչ մեկին ոչ սպառնացել ենք, ոչ էլ սպառնական կյանքով ապրել ենք, ես էզու տարիների ընթացքում չկա մեկ մարդ, որ կարա մատնացյուցանի ասի իմ հանդեպ ինքը սպառնալիքի այդ վերաբերմունք է ցույց տվել, այսինքն չգիտեմ, դուբիկեկով սամասուդ են ենթարկվել, խոսքի օրինակ։ Մի խոսքով Վասիլիկս ինչա սիրելի մարդիկ, էջի տակ իր այդ գրել են, որ երեք ինչ որ բաներ էր ոռնում, չեմ հասկանում ինքն ինչա խոսում, ես այլ բաներ եմ որ չեմ հասկանում։ Ինչքան էլ այդ Google-ով խփում եմ, որ թարգմանվի իր բանը խոսակցությունը չի թարգմանում։ Գրելի որ քաղաքական մակարդակով տասնյակ տարիներով հայ մարդու ծածած այրոնը վերջնականապես 2026 թվականին քո բերանից վարար գետի նման հոսելու է։ Ու այո, հիմա էլ եմ ասում, 2026 թվականին հայ մարդը վրեժ ունի նախ լուծելու 2018 թվականին մերժված խուլիգան բանտայից։ Հայ մարդը քաղաքական մակարդակով վրեժ ունի տասնյակ տարիներով հայ մարդուն իր սեփական պետության ճակատագիրը որոշելու հնարավորությունից զրկացի։ Հայ մարդը քաղաքական մակարդակով վրեժ ունի իր սեփական պետությունը, որ տասնյակ տարիներով իրենց անձնական հարստության եւ հաջողությունների համար օգտագործել են, չէ՞։ Ռոբիկը, Սերժիկը եւ իրանց հետ այդ կապող այդ շրջանակները, այո, հայ մարդը դրանցից վրեժ ունի լուծել։ Դու մի մտածեք, որ հայ մարդը 2018 թվականին ռոբասերժական եւ իրեն կապող էր շրջանակ այդ օլիգարխա մաֆիայից բան արի, վերջացել է իր ասելիք ասել է, իր անելիք արի եւ վերջացել է ոչինչ ասելի կամ անելիք չունի։ Դա չարաչար սխալվում եք։ Ուղղակի այն ինչքանով որ հայ մարդն իր ասելիքը ասե, դրանից հետո հայ մարդու կողմից սեփական ձևավորված իշխանությունը, իշխանության ղեկավարը, իրական Հայաստանի իրական առաջնորդը, մենք մերժել ենք իհարկե իրական Հայաստանի իրական առաջնորդի գլխավորությամբ այդ խուլիգան բանտա իր ամբողջ օրակարգով մենք մերժել ենք, բայց միջև հիմա այդ բանտայի պուճուրիկ կիլլերները գործում են, դիմակայում են պետությանը, դիմակայում են հեղափոխությանը, միջև հիմա իրավապահ համակարգը միգուցե աշխատանքները շատ է եւ իրավական գնահատականը էտի է պահանջում, որ իր գնահատականը ամիսներ տարիներ է տևում, քանի որ մի օր ինչ որ մեկի դատն անում, մեկի հոր ատամն է ցավում, ասենք չի ներկայանում դատի։ Մի խոսքով տենց դատական իստեր հետաձգում է, քանի դեռ Հայաստանի Հանրապետության իրավական ինստիտուտը իրավական գնահատական վերջնականապես չի տվել 2018 թվականին մերժված խուլիգան բանդայի պարագլուխներին Ռոբիկին եւ Սերժիկին, դրա համար հայ մարդը իր ասելիքը չի վերջացել։ Եվ դուք էլ որ քանի որ տենց ակտիվացած ասես մտել եք հայ մարդու սիրուց հեղափոխության արժեքներից եւ օրենքներից վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռք բերած հարստություններից տենց ողջևորվել եք մտել համարձակ տղու կերպարի մեջ, էլ օրը միտեղ ասուլիսներ եք տալի մոսկուլ անելով բան տեսեք, մենք կանք այդքան։ Լսեք ինչ եմ ասում։ 2026 թվականին, այո, քաղաքական մակարդակով ես վստահ եմ, որ տասնյակ տարիներով հայ մարդու ծծած արոնը ձեր բերանից վարար գետի նման լուծելու է։ Ես վստահ եմ, որ 2026 թվականին հայ մարդը վերջնականապես իր սպասված վրեժը քաղաքական մակարդակով ձեզնից լուծել է։ Լուծելու է, խնդիրը ինչումն է։ Այո, հայ մարդը վրեժ ունի լուծելու նրանցից, ովքեր տասնյակ տարիներով մասկեկով եւ դուպինկեկով հայ մարդուն հետապնդել եւ ծեծի ենթարկել սամասուդի։ Այո, հայ մարդը վրեժ ունի լուծելու նրանցից, ովքեր տասնյակ տարիներով հայ մարդու ազատ խոսքի վրա արգելք կա եղել, սպառնալիք կա եղել։ Սեփական որոշման վրա սպառնալիք կա եղել։ Հայ մարդը վրեժ ունի նրանցից, ովքեր որ տասնյակ տարիներով հայ մարդուն ցած անգագիտության մեջ են պահել, որ 10-15 հազար դրամով իրանց հետևից ոնց շվստեն են ձևել վաստան։
Հայ մարդը վրեժոներ նրանցից լուծելու ովքեր հայ մարդու սեփականություն իրենց ազնական հաջողությունների եւ հարստությունների համար օգտագործել են եւ միջև այդ օգտագործած հարստությունը այդ որպես զենք ուղղել են հայ մարդու վրա ամեն օր ներվանացնում են։ Բայց իհարկե վրեժոներ լուծել խիչ որ մեկը կասկածում է կամ ստեղի սպառնալիք կա։ Եթե սպառնալիք եք ընդունում, դա ձեր խնդիրն է։ Մեր անձամբ իմ խոսքերը ընդունենք այնպես ինչպես որ դուք ընդունում եք։ Դա ձեր խնդիրն է։ Եթե դուք կիլերները սպառնալիք են ընդունում, ուրեմն ընդունեք սպառնալիք, դա ձեր խնդիրն է։ Ես չեմ գալու ձեզ նստեմ, խնդրեմ, համոզեմ, ասեմ, գիտեք ինչ, իմ խոսքերը սպառնալիք մի ընդունեք, ես չեմ սպառնում։ Ոչ թե ձեզանից վախեցող կա կամ ես էլ քաշվող կա, եթե ինչ որ միտեղ վախենում ենք, քաշվում, ոչ թե վախենում, եթե ես անձամբ ես ինչ որ միտեղ որ քաշվում եմ, գիտեք ինչն է որ քաշվում եմ։ Գիտեք ինչն է քաշում եմ, սեփականս գաղափարների հարստությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորներից եմ ես քաշում, որ ես ինչ թույլ չեմ տալի հորդորներից անցնեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեր բերած արժեքներից եմ ամանչում, որ ես թույլ չեմ տալի եթե անցնեմ։ Այո, հենց իմ սեփական կուսակցության օրակարգից եմ ամանչում։ Թե չէ ձեզանից արա որ մնա ձեզնից արա դուք ով եք։ Այո, լավ եմ արել ասել եմ, ճիշտ եմ արել ասել եմ, քաղաքական մակարդակով հայ մարդը 2026 թվականին վրեժումի սրանցից լուծելու քաղաքական մակարդակով 2026 թվականին ռոբասերժական խուլիգան բանտայից Ռոբիկի եւ Սերժիկի գլխավորությամբ քաղաքական մակարդակով վայար գետին նման հոսելու է իրենց բենանից տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այունը։ Դե եթե դա սպառնալիք եք համարում, դա ձեր խնդիրն է քաղաքական մակարդակով։ Սրազը հա ասելիք ես ինչ էր մարդիկ ջան, այսքան ասում են վերջավորությունը չեմ ասում։ Հենց ոնց է HS արգելափակման տակ է դանդաղը աշխատում։ Խնդրում եմ ձեր ակտիվությամբ այն ու չեն ասում պլյուսներ բան, հա։ Եթե էդի իհարկե օգնում է, խնդրում եմ ձեր ակտիվությունը ունեցել, որպեսզի հիմա շատ կարևոր է, որ մեր բոլորի զեջերը նորմալ աշխատեն։ Խնդրած կլնեմ, որպեսզի ձեր ակտիվությունը ունենաք, որպեսզի չկարողանա էլի HS դանդաղի կամ արգելափակվի։ Ասելիքս էդի էր, ցավները տանեմ։ Ուղղակի մի քիչ երկարեց։ Ոչինչ։ Ասեք հաջորդ թեմային։ Եթե խնդրած կնեմ, եթե ունեք այդ հնարավորությունը, խնդրած կնեմ աջակցեք։ Ինչա այսօր նորից տեսանք Մոսկվաբնակ օլիգարխի եղբոր տղեն Նարեկ Կարապետյանը ռեկա, ուզում անընդհատ այդ տղեն ուզում է ռեկ բռնի։ Հասկացել եք, արդեն 2-3 րոպեանոց սենց բաները վիդեոները հանում, որպեսզի սենց ռեկ ընկնել, սենց չի նստում երկար խոսում բան։ 2-3 րոպեանոց հայ մարդու սրտից բաներ է խոսում, անկիր արած, սենք ցելի շաբաթ նստում ա մտածի, թե շաբաթ ավերջ ինչ կարելի է մի 2-3 րոպեանոց բան ասած, որպեսզի ռեկ ընկնի։ Այդ է սաղ դե լարա, սաղ էս որ դուք հիմա էս ինչ որ կա, որ սենց օգտվում եք, վայելում եք, սաղ Նիկոլ Փաշինյանից եք սովորել, սաղ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռքբերումներն է։ Սկսած ձեր այդ ազատ խոսքի հնարավորությունից, այդ ուղիղ եթերի դեմը նստելուց, հայ մարդուն հետ շփվելուց, հայ մարդուն ձեր ճանաչել տալուց, այդ սաղ վարչապետից եք սովորել։ Նարեկ, քեզ ով էր ճանաչում։ Ապեր, փափուկ կյանքի մեջ մեծացած, քո ծնված օրվանից դու շատ կոմֆորտ եւ հարմարավետ պայմաններում ես ապրել մեծացել, նորմալ օքեյ, ես չեմ նախանձում քո կյանքի, այն ինչ հարմարավետ կոմֆորտ կյանքով, որ դու ապրել մեծացել ես, ես ցանկանում եմ, որ աշխարհի ամբողջ հայերը իհարկե մաքուր արտար քրտինքով վաստակած այդ հարմարության պայմաններում ապրեն եւ մեծանան։ Ես քո հանգարտ չմտածեք, որ ես դրած քո փողերն եմ հաշվում, թե դու ոնց ես ապրել, թե քո հակի հակուստն եմ գնահատում, չէ։ Բայց ուզում եմ բան եմ ուզում ասեմ, ջահել։ Արա դու ինչ կապ ունես вообще հայ մարդու հետ, առավել եւս գյուղացի մարդու հետ։ Եկե նստել ասում ա։ Այս իշխանությունը Եվրոպաներում այսքան փող է տալիս։ Բան առնում։ Արկոս նախարարության ոնց են ասում ներողություն, ներվանությունից հուպատեսության շենք առնում։ Ասում այ այսքան փողին, ոչ թե Եվրոպաներում տենց հուպատեսության շենքերը առնի, այդ փողին ասում է գյուղերում աշխատատեղեր ստեղծի։ Ա դու Պուչուր Նարեկ Կարապետյան, պուպուշ, սենց գիտես ինչ, կլոր դեմքով, ոնց ասեմ, սա կյանքը բամբակի մեջ ապրած, մեծացած, որևէ դժվարություն չտեսած, գյուղացի հետ երբևիցե կապ չունեցած, լսի, այսօր, այդ որտեղ գյուղի տեղ արդեն հիշել եք, գյուղացուն արդեն հիշել եք, այսօր ամենայն հեռավոր, ամենայն մերձավոր, գյուղերում, եվրոպական ստանդարտներին համապատասխան, դպրոցներ և մանկապարտեզներ ունենք,
ճանապարհներ ունենք, լուսավորություններ ունենք, մայթեր ունենք, աղբամաններ ունենք դաժե։ Մայրաքաղաք Երևանում որ աղբամաններ ա տեղադրված, չէ։ Հայաստանի Հանրապետության ամենամերձավոր գյուղերում այդ աղբամաններից սկսած ճանապարհներով, մայթերով, գյուղի մեջի ճանապարհներով, լուսավորություններով, մանկապարտոզներով, դպրոցներով, եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Այդ գյուղացիները ունեն արդեն 2018 թվականից արդեն ամենայն մերձավոր գյուղերում այդպիսի հնարավորություններ ա ստեղծում, այդպիսի ահռելի շինարարական աշխատանքներ ա գնում։ Տաշիրի եղբոր որդի Նարեկ Կարապետյան, Մոսկվա բնակ օլիգարխի եղբոր որդի, օլիգարխի եւ օլիգարխի աղբոր տղա։ Արա սրանք գիժ են, Ժողովուրդ ջան, սրանք իրոք, արա սրանք դու հասկանում ես պուչուրիկ մարդ, որ ասեն գյուղացին այսօր ինչ գյուղերում ինչեր ա կատարվում։ Դու այսօր հասկանում ես, որ գյուղերում այսօր այդ գյուղերը Հայաստանի Հանրապետության ամենամերձավոր գյուղերը վերածվել մեծ շինհրապարակի։ Ու դա ինչից է գալիս։ Դա գալիս է հենց այդ գյուղացիների սեփական ձեր բերած իշխանության վերաբերմունքը սեփական պետության եւ սեփական պետության մեջ ապրող ամենայն մերձավոր գյուղացու հանդեպ վերաբերմունքը, հարգանքը, այդ դրանից է գալիս։ Արա բա հոպարտել, պապատել իշխանություն են եղել։ Հոպարտ իշխանության ամենասիրելի օլիգարխն ա եղել, իրանց աղբերն ա եղել, հերետես Սերժի ժամանակ իշխանություն ա եղել։ Բա որ քո պապատ Սերժի ժամանակ իշխանություն էր։ Այդ մի գյուղում մի գործանախիչ սարքեցիք, աշխատատեղ։ Ի տարբերություն ձեզ, ի դժբախտություն ձեզ, մի մտածեք։ Այսօր մենք ունենք շատ գյուղեր, որտեղ նաև աշխատատեղեր ա ստեղծվում ու կստեղծվի։ Նարեկ մի անհանգստացեք։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում ամբողջովին ավիրված եղած ու ցանկացած աշխատանք առաջնահերթ լուծում ա պահանջում, ցանկացած աշխատանք։ Ինչպես աշխատատեղն է առաջին հերթին առաջնահերթ լուծում պահանջում, այդպես է դպրոցը, ճանապարհը, լուսավորությունը նույնպես առաջնահերթ խնդիր։ Այսօրվա իշխանությունը, Նարեկ մի անհանգստացեք։ Այն դուք է մարդը չէ որ ուղղություն ցույց տաք, ինչ անեն առաջնահերթ, ինչը չանեն։ Դուք շատ փոքր մարդ եք, շատ փոքր գիտելիքներ ունեցող, որ կարողանաք այսօրվա հայ մարդու սեփական ձեր բերած իշխանությանը խորհուրդ տալ առաջնահերթությունը որնա, վերջավորությունը որնա։ Տեղներդ հանգիստ վերընկեք։ Ձեր ազատությունից օգտվելով, ձեր հնարավորությունից օգտելով մեծ քաղաքականության մեջ դրեք ձեր մլրդները։ Ինչ եք ավել պակասով, մի հատ ելեկեն այսօր աշխարհը շատ լավ գիտի։ Առաջնահերթը որնա, երկրորդականը որնա, երրորդականը որնա։ Ու մի անհանգստացեք, ոչ էլ տենց մի տարապեք, այնիշ տեմպերով, որ այսօրվա իշխանությունը իր սեփական ամենամերձավոր գյուղերի դպրոցները, մանկապարտեզների ճանապարհները, գյուղամեջի ճանապարհները, լուսավորությունները մեկն է սարքում։ Հավատացած եղեք, աշխատատեղերն եք սարքվի, մի անհանգստացեք, ու սարքվելու է, ու սարքվում էլ է։ Ու սարքվելու էլ է։ Այ հայ մարդու սեփական իշխանությունը այն ամենայն մերձավոր սահմանամերձ գյուղի խաղաղությունը վերջնականապես տեղը գցելուց հետո հենց այդ աշխատատեղերն էլ է սարքելու, մի անհանգստացեք։ Այսօր հայ մարդու իշխանությունը Նարեկ փոքր, փուչուրիկ Նարեկ, շատ փող ունեցող Նարեկ, օլիգարխի աղբոր տղա եւ օլիգարխի տղա։ Գիտես ինչ։ Ձեզ համար պարզա, չէ, ասենք, այդ որ ասում ես, այսքան փողը Եվրոպաներում հոպատեսության շենքեր են առնում, կարելի է այս գյուղում ես մի բան արած։ Նախ ասեմ, դուք այդ հնարավորություն ունացել եք հերտել, պապատել, հոպարտել, դուք բոլորով ձեր ընտանիքով, ձեր այդ ամբողջ այդ ովքեր որ ցեզ մեծ քաղաքականության մեջ մտածա, սիրելի Նարեկ, այդ հնարավորությունը ունացել եք 20 տարի, 10 տարի Սերժի ժամանակ, 10 տարի Քոչոյի ժամանակ, 10 տարի Սերժի ժամանակ, որպեսզի այն ամենայն մերձավոր գյուղում մի հատ աշխատատեղ ստեղծեք։ Արա մի գյուղի փողոցի ճանապարհ սարքեք։ Մի գյուղամեջի ճանապարհ։ Մի հատ տաշիրում մի հատ դպրոց եք սարքել։ Արա 30 տարի առ ռեկլամ եք գնում։ Որտե՞ք Հասանիքի գնում եք այդ դպրոցն եք ռեկլամում։ Թաղման գնում եք այդ դպրոցն եք ռեկլամ։ Կանուկի գնում եք այդ դպրոցն եք ռեկլամն անում։ Արա այս 30 տարի մի հատ դպրոց եք սարքել։ 30 տարի առ ռեկլամ եք անում։ 30 մի հատ դպրոց սարքեցի, մի հատ դպրոց եք սարքել։ Այս 30 տարվա մեջ 300,000 դպրոցի ռեկլամ եք եղել արդեն։ Այ տղա։ Իսկ չէ ձեր վիճակը։ Ով եք դուք։ Մի հատ այդպես
Ադարժենի կանեմ խելքեք ցույց տալի ասում է հելա թե յանը բան ասում հայ մարդկանց ասենց բան անում էլ տեսեք ուզում ասի տեսեք հայ մարդիկ գյուղացիներ ջան մենք ձեր մասին ինչքան ենք մտածում բայց այս իշխանությունը չէ ձեր մասին չի մտածում այա դու իսկապես ունացել вообще գյուղի մարդու հետ դու սա կյանքը գյուղ գնացած գաս գյուղացի մարդու շփած գաս նարեկ դու սա սիրելի Հայաստանի Հանրապետության ամենամերձավոր գյուղացիներ ջան խնդրում եմ ձեր արձագանքը սա կյանքները դուք Նարեկ Կարապետյանին տեսել եք ձեր գյուղերում ձեր դարդով ձեր ցավով տեսել եք ապրելուց տեսել եք որ մի հատ գա իր ուշադրությունը ուզենա ձեզ սևերը ուզենա ձեզնով հետաքրքրվի թե դուք ինչ խնդիր ունեք խնդրում եմ եթե տեսել եք ասեք ես մտեմ ուղիղ եթեր ներողություն խնդրեմ որ մի գյուղի բնակիչն է տասնյակ տարիներով ինչ բացի ես վերջերս մի 2-3 ամսից Նարեկ Կարապետյանին տեսել իր գյուղում որ գնա այդ գյուղացի հոգսով ցավով ապրի որ մի գյուղացին սիրելի գյուղացիներ ջան ես էլ ինքս գյուղի տղա եմ ես չեմ տեսել դրան երբեք Սա ես վերջերս տեսա որ սենց իրա հոպարը Մոսկվա բնակ ալիգարխ եկավ Երևանից մի հատ մտավ դերի մեջ ուզում են մի հատ սենց ռեկ բռնի կուրաժի տեղավ Է որ եկավ Հայաստանի Հանրապետությունում տան եմ բարձացել եւ Հայաստանի Հանրապետությունից բարձր խոստած Է որ հիմա Հայաստանի Հանրապետության համն հոտը շնչում է Դրանից հետո ես արդեն այս երեխուն տեսա ոգևորված Հիմա այս երեխան եկել է մաթաթալու ասма այդ բացած շենքը բան մի արեք Եվրոպաներում գյուղում էս գործարանը սարքեք Ուրեմն նույն գյուղացիները իրաց ցավը տանեմ նաև ես գյուղացիս ես հասկանում եմ ինչքան այդ գործարան աշխատատեղն է գյուղում հարկավոր անհրաժեշտ եւ կարեւոր նարեկ փուճուրիկ նարեկ ոչ պակաս է կարեւորը հարմարավետ եւ եվրոպական համապատասխան եվրոպական ստանդարտին համապատասխանող դպրոցներ մանկապարտեզները ճանապարհները գյուղամեջի ճանապարհները գյուղի ինչքան sense մտող հենող ճանապարհներ կա այդ ճանապարհները լուսավորությունները ու մեր շատ սիրելի գյուղացիները այդ նաև ես ինքս գյուղացի եմ մենք շատ լավ անձա բարձր գնահատական ենք տալի կառավարության Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը եւ վերաբերմունքը գյուղացիներին իր վերաբերմունքով իր հարգանքով իր շփումով իր ամենօրյա կապով եւ իր աշխատանքով մենք այդ գնահատականը մենք այդ տեսնում ենք եւ մենք գնահատականը տալիս ենք Այնպես որ գիտեք ինչ տենց մի եկեք էլի դերի մեծ մտե յանը թույլ տեղեն բտնեք գյուղը գիտի թե որ ցես գյուղացու անունից խոստա այ գյուղում կարելի է այս բան արած գյուղացին ասելու է բան արա օ շնորհակալություն նարեկ էս ինչ լավ բան ասում էր մասի մտածում է նարեկ ես ինքս գյուղացի տղա եմ ու քեզ ասում եմ ջահել հանգած չմտածես թույլ տեղես բռնե որ գյուղացու կարա սենց ոնց ուզենաք սենց կռուտի տանեք խափեք ձեր կեղծավոր խոսյութով Ես մտածում եմ ասում կարող է նենց գյուղից եք բռնել անդադ գյուղի վրա եք ձեր շեշտը դնում ասում եք արա դե մեկա գյուղացային ինչ ասենք հավատալու են էլի մեծ տա գյուղացի սրտով բան ասենք հաճոյացող բաներ ասենք նախադասություններ խոսքեր ասենք որ մեծ ծապտա մեծ հավատա հա հələ ցանկացած գյուղացի տղա նարեկ քեզնից շատ խելքել ունի քեզնից շատ հոտառություններ ունի քեզնից շատ հերատեսություններ ունի հոպարիցդ նույնպես հայրիկիցդ նույնպես ինչ եմ արեմ ասում հայրիկիցդ որովհետև քո papan է քաղաքականացված է քաղաքականության մեջ եղել է իշխանություն է եղել եւ այդ գյուղացու տեղը չի իմացել այդ գյուղացու հոգսով ցավով դարդով չի ապրել հասկացար փուճուրիկ մարդիկ դուք հասկանում եք որ ուզում եք ռեկ բռնեք ինքնից կուլտուրական բանով էլի ոճի մեջ բռնեք դուք դեր իրավունքները բայց ձեր ցանկացած խոսքին պետք է արձանագրվի Օրինակ ես խնդրած եւ գիտես ես օրինակ ամանչում եմ որ այդ նարեկը բանը խոսում է ոսկի վարչապետի մակարդակով դրան արձագանքվի ես դրանից ամանչում եմ հարգելի իրական Հայաստանի իրական առաջնորդ հարգելի հայ մարդու սեփական ձետ բերում ասեք նարեկի նման փուճուր մարդ կերանց արձագանքելու որ արձագանքեք հանգարց անցավ ես կամանչեմ մենք ենք իսկի ամանչելով մենք սովորական շարքային քաղաքացիներ ենք ամանչելով Նարեկին արձագանքում։ Ես մնում եմ զարմացած ոնց կարա իշխանության առաջի երկրորդ, երրորդ, չորրորդ դեմքերը Նարեկին արձագանքեն։ Ես դրանից ամանչում եմ օրինակ։ Մենք ենք ամանչելով այդ փուճուրիկ մարդուն արձագանքում։ Այս սրա վերաբերյալ։ Երեք նորից մի հատ տեսալովակ տարածեց մարդիկ ներվայնացան այ Արշակը հայտնի քրակինոջ սիրեկան Արշակը թե ոնց է ապտակում քաղաքացու։ Ինչ է ներվայնանը նորություն է։ Արշակի պահվածքը, արշակի տեսակի պահվածքը, դրանք սքեմի տակ թաքնված փաթած ոսկորներ են, դրանք սքեմի տակ աստծո տան մեջ թաքնված խուլիգաններ են, խուլիգաններ, սիրելի հավատացյալ հոտ,
Եկեղեցին այդ անշարժ գույքը, որ կառուցված է, այդ եկեղեցին հիմնված է Աստվածաշնչի վրա։ Աստվածաշնչի վրա է հիմնված։ Իսկ Կտրիչ Ներսիսյանը, Արշակի նման խուլիգանները, քաղաքացում ծեծողը, քրակինի հետ 18 պլյուս հարաբերության մեջ մտնողը, եթե կարդացած լինեին այդ Աստվածաշունչը կամ կապ ունենային այդ Աստվածաշնչի հետ, նրանք ոչ քաղաքացի կապ տակեին, ոչ քրակինի հետ 18 պլյուս հարաբերության մեջ կմտնեին, ոչ քաղաքացու պայուսակը ցանկանային պլան գցեին, որպեսզի գլխին սարքեն։ Ու դե հենց շատ բաներ, ոչ էլ հայ մարդուն կանիծեին, ոչ էլ հայ մարդկերած մեջ տարբերություն կդնեին։ Հասկանում եք, զարմանալու բան չկա, այո, եկեղեցին հիմնված է, կառուցված է Աստվածաշնչի վրա։ Ու այս մարդիկ ոչ մի կապ չունենալով Աստվածաշնչի հետ թաքնված են եկեղեցու մեջ։ Եվ ցավոք սրտի բացատրեն Աստծո անունը շարքելով Աստծո տունը, այդ անշարժ գույքը օգտագործում է խուլիգան բանտայի, մարդասպանների, թալանչիների, այս պետությունը իրենց ազնական շահերի համար օգտագործածների, այս պետությունը իրենց ազնական հաջողությունների համար աշխատացածների, շահերի գործում, շահերը սպասարկելու գործում, ափսոս, որ դրանք մեր Կտրիչ Ներսիսյանը, Արշակի նման ստահակները, Աստծո տունը, եկեղեցին, որը հիմնված է, կառուցված է Աստվածաշնչի վրա, Աստվածաշնչի այդ գրքի Աստվածաշնչի վրա, այդ եկեղեցիները կարծես թե վերենացե փաստաբանական գրասենյակների, Կտրիչի եւ Արշակների կողմից սիրելի հավատացյալ հոտ, Կտրիչ Ներսիսյանի եւ այդ ստահակ Արշակների կողմից մեր եկեղեցիները Աստվածաշնչի վրա հիմնված եկեղեցիները Աստծո տները վերենացվել փաստաբանական գրասենյակների եւ այնտեղ նստած են Ռոբիկի, Սերժիկի, այս պետությունում ինչքան թալանչի, մարդասպան խուլիգան կա, այս պետությունում ինչքան տերոր ցանկացողներ անող կա, որ ուզում են տերոր անեն, հայ մարդկանց ավտոբուսի մեջ սպանեն, ավտոբուսներ շուրտան։ Այդ դրանց շահերն են սպասարկում։ Մի ներվայնացեք։ Սիրելի մարդիկ, Կտրիչը, Արշակը Աստվածաշնչից դուրս իրանց համար օրենքներ են ստեղծել եւ իրանք շարժում են իրենց կողմից ստեղծված հորինված օրենքներով։ Եվ հայ հավատացյալ հոտը, եթե ոչ այսօր, ապա վաղը 100% Կտրիչ Ներսիսյանին զրկելու է այդ հնարավորությունից, որ ինքը հնարավորություն ունենա Աստծո տները վերածի փաստաբանական գրասենյակների, որ Աստծո տները ծառայացնի թալանչիների շահերը սպասարկելու գործում։ Թե Կտրիչ Ներսիսյանը իր ամբողջությամբ, իրենց կենսագրությամբ, իրենց ապրածով, իրենց պահվածքով, ամբողջությամբ կարգալույց են, ամբողջովին, ոչ մի Աստծո Աստվածաշնչում գրված 10 պատվիրանից որևէ մեկը չեն պահպանում դրանք։ Սիրելի հայ մարդիկ, հավատացյալ հոտ, էլի տերտերները, էլի հոգևորականներն են, 4-րդ դարում, թե եթե սխալվեմ ինձ կներեք, ես ասում եմ 100%-ով չեմ պատկերացնում Աստվածաշունչը, բայց ինչքան պատկերացնում եմ ամեն օր պատկերացնելով, ամեն օր ծանոթանալով, ինչքան որ ես ծանոթանում եմ Աստվածաշունչի հետ, այնքան իմ ատելությունս ավելի է մեծանում Կտրիչ Ներսիսյանի եւ Արշակների վրա, այնքան իմ անվստահությունս ավելի է մեծանում Կտրիչ Ներսիսյանի եւ Արշակների այդ տեսակի վրա։ Ես ասում եմ ամբողջովին, ես Աստվածաշունչը ամբողջությամբ չեմ կարդացել, բայց որոշ հատված կարդացել եմ։ Եթե ոչ կեսը, Աստվածաշունչի գրքի եթե ոչ կեսը, ապա կեսից մի քիչ կարդացել եմ։ Ու այնքան ամեն օր, որ ես կարդում եմ, ծանոթանում եմ Աստվածաշունչին, ամենյան սրբություններով եմ երդվում, ամենյան սրբություններով անկեղծորեն ասում եմ, ես ինչքան ծանոթանում եմ Աստվածաշունչին, այնքան իմ ատելությունս ավելի է մեծանում Կտրիչ Ներսիսյանի եւ Արշակի անձերի նկատմամբ։ Այնքան իմ անվստահությունս ավելի է մեծանում։ Անկեղծորեն եմ ասում։ Ես ամեն օր ծանոթանալով Աստվածաշունչի հետ ես հասկանում եմ, որ սրանք, այս խուժանները, այս գիտես ինչ, ես մի բան եմ հասկանում, որ սրանք արտաքինից, ներսից, այսի հերվից բարի հրեշտակներ են ձևանում, բարի հրեշտակներ, բայց ներքուստ իրանք գազաններ են։ Ներքուց իրանք չարիք են։ Ներքուց իրանք սպառնալիք են հայ առաքելական եկեղեցին, իրանք սպառնալիք են Աստվածաշունչին։ Ներքուց իրանք սպառնալիք են Աստվածաշունչին, սպառնալիք են պետությանը, այդ օտար երկրի անգետները սպառնալիք են։ Եվ հայ մարդը 2018 թվականից իր առաջնորդի հետ
իրական Հայաստանի իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր են դրել, որ այլևս Հայաստանի Հանրապետությունը ոչ մի հարստություն, ոչ մի սրբություն, ոչ մի արժեք ունեցող ոչ մի ինստիտուտ զարթված չի լինելու այն անձերի կողմից, այն անձերի կողմից, ով կապ չունի այդ արժեքի այդ ինստիտուտի հետ։ Ինչպես Ռոբիկը, Սերժիկը կապ չունենալով Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու հետ, հայ մարդը ազատագրեց իր սեփական պետությունը նրանցից ովքեր որ իրանց եւ իրանց պետության հետ կապ չունեի, այդպես էլ հայ մարդիկ Աստծո տունն են ազատագրելու նրանցից ովքեր կապ չունեն Աստծո տան հետ, ովքեր կապ չունեն Աստվածաշնչի հետ, որևէ մեկը սա չկասկածի, ոչ մի հոգեվորական չկասկածի։ Եվ խոնարհումս, հարգանքս այն հոգեվորականներին, ովքեր կամքի ուժ գտան իրենց մեջ, հրաժարվեցին Կտրիժ Ներսիսյանի ստրուկությունից, հրաժարվեցին Կտրիժ Ներսիսյանին ծառայելու, մատուցելու իրենց այդ, չգիտեմ, գերեվարությունից եւ ընտրին Աստծուն ծառայելու իրենց սուրբ պարտականությունը։ Շնորհակալություն բոլոր այն հոգեվորականներին։ Բացի Կտրիժ Ներսիսյանից, բացի Արշակ Ստահակից, բացի մեր իջևանցի Բագրատիկից, այդ մտսավաճառից, բացի այդ Գյումրին մեմորներ, այն խուլիգանի կեցվածքով, մեկը նեվորկա նորից բանտում, որ նստած է հիմա, բացի այդ չորսից, ես այն սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, բացի այդ չորսից, որ հոգևորականը հրաժարվեց Կտրիժ Ներսիսյանի ծառայություն մատուցելուց, որ հոգևորականը հրաժարվեց Կտրիժ Ներսիսյանի արևանգությունից եւ ընտրեց Աստծո ծառայելուն իրենց սուրբ պարտականությունը, ես որպես հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, հավատացյալ քաղաքացի, քրիստոնյա, ես այդ հոգևորականին խոնարհվելու եմ եւ ներելու եմ իրեն, ինչպես խոնարհվել եւ ներել եմ Տեր Արամին։ Բացի այս չորսից, ես չեմ ներելու Կտրիժ Ներսիսյանին, ես չեմ ներելու մսավաճառ Բագրատիկին իջևանցի, ես չեմ ներելու Քրակինի Սիրեկանին, այդ եզրացին քաղաքացուն ապտակուղին, ես չեմ ներելու Գյումրիի այդ խուլիգան դեմքով, կեցվածքով որ նոմես ոնց խուլիգանից ոչ չի տարբեր, ես դրան ունեմ մոռացա հասկանունը, որ էլի Բագրատիկի հետ իջևանցի, մեր իջևանցի է, ես էլ եմ իջևանցի Բագրատիկի հետ որ բանտում նստած է, այն Բագրատիկի ով ցանկանում էր տերոր կազմակերպի Հայաստանի Հանրապետությունում, ով ուզում էր ավտոբուսների անիվներ տրաքնի, որպեսզի այդ ավտոբուսները հայ մարկանցով բեռնված ավտոբուսները շրջվեին եւ հայ մարդիկ զոհվեին։ Այդ Բագրատիկից, որը ես չեմ ներելու դրանց, բայց մնացածը բոլորին ես ներելու եմ։ Անցակ ես եմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։ Այո, սիրելի, գիտեք սիրելի մարդիկ, սենց մի հատ կարևոր բան ասեմ։ Ռոբիկը, Սերժիկը ինչի համար չէին կրթության ուշադրություն դարձնում, որ հայ մարդիկ չկրթվեին, որ հայ մարդը գիտելիք ձեռք չբերեց։ Այսինքն ինչ էին անում։ 1000, 2000, 3000 դոլարով դասատուներ էին որոշում։ 5-10 000 դոլարով ռեկտորների հաստիքներ էին որոշում։ Իրենց բոլոր որոշումները փողով էր սաղ։ Ոչ մի ամենամերձավոր սահմանամերձ գյուղում եվրոպական ստանդարտին համապատասխան դպրոցներ մանկապարտեզներ չէին սարքում։ Այսինքն այդ ստահակները գիտելիք ձեռք բերելու հարմարավետությունը, հնարավորությունը չէին ստեղծում, որովհետև նրանք չէին ուզում, որ հայ մարդը գիտելիք ձեռք բերի։ Որովհետև եթե հայ մարդը իշքան գիտելիք ձեռք բերեր, իրանց անընդհատ լիքը բաներ ուներ ասելու։ Իշքան գիտելիք ձեռք բերեր, իրանց 5-10-20 հազար դրամի հետևից չէր վազելու։ Այդ դրա համար մտածված կազմակերպված այս պետության կրթությունը իրենք անգրագետության մեջ են պահել։ Այդպես է, Կտրիժ Ներսիսյանը, ինչի ավորացմեն հայ մարդ, ինչի մարա հեռացել, ինչի մարա հեռանում եկեղեցուց, ինչի մարա հավատքը կորցնում, ինչի մարա ներվայնանում, այդ Կտրիժ Ներսիսյանի տեսակի համար, են որ ասում են աղանդերի ինչի համար են լծվել, բա Կտրիժ Ներսիսյանին ձեռա տվել էտի, Կտրիժ Ներսիսյանը որևէ ցանկություն չի ունացել, որ հայ մարդը Աստվածաշունչ կարդա, որովհետև Կտրիժ Ներսիսյանը իմացել է, Կտրիժ Ներսիսյանը բոլոր հնարավոր պայմանները ստեղծել է, որ հայ մարդը հեռանա եկեղեցուց, հավատքից, Աստվածաշնչից, որ հավատացյալ հոտը հեռանա Աստվածաշնչից։ Գիտեք ինչի, որովհետև եթե հայ մարդը Աստվածաշունչ էր կարդացել, մենք բոլորս Աստվածաշունչ կարդացած լինեինք, մենք այնքան մեր մեջ անվստահություն կապրեին Կտրիժ Ներսիսյանի նման տեսակները։ Այդ դրա համար չուզացի, որովհետև նա ասել արա, հո, հայ մարդը որ Աստվածաշունչ չծանոթանա, հավատա, Աստվածաշունչ որ կարդան։ Բա իրանց հարցերին ես ո՞նց եմ պատասխանելու։
Ինչքան շատ մարդ Աստվածաշունչ կարդա, այնքան ավելի շատ այն այնքան իմ տգեղ, իմ հանցագործ դեմքը այդքան ավելի ապարզ երևալու։ Ես ասում եմ, ես չեմ կարդա, ես լսել եմ խոսքեր։ Ես հավատացյալ մարդկանց շուրթերից լսել եմ Աստծո խոսքերը, լսել եմ, բայց անձամբ Աստվածաշունչում միջևեր չեմ կարդացել։ Այս վերջերս ամեն օր 2, 3, 4 էջ կարդալուց հետո ես ասում եմ, ես ինչքան որ ծանոթանում եմ Աստվածաշունչի հետ, այնքան ատելությունս մեծանում է կտրիչ Ներսյան եւ իր փոքրիկ խուլիգան մաֆիայի նկատմամբ։ Ինչքան ես ծանոթանում եմ Աստվածաշունչի հետ, այդքան Աստվածաշունչի հետ այդքան իմ ատելությունս, իմ անվստահությունս մեծանում է կտրիչ Ներսյան եւ իր խուլիգան բանտային նկատմամբ։ Եվ ես խորհուրդ եմ տալի բոլոր հայ մարդկանց կարդալ Աստվածաշունչ։ Այ մարդիկ, այն հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ, ովքեր իրոք սրտանց հավատում են Աստծուն, կարդացեք Աստվածաշունչ։ Այ մարդիկ, ովքեր մեղադրում են Նիկոլ Փաշինյան, ասում են, ես ինչ անում։ Ես իրանց խնդրում եմ եւ խորհուրդ եմ տալի, որ իրանք կարդան Աստվածաշունչ։ Ես վստահ եմ, որ այն մարդը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր, Աստվածաշունչ կարդալուց հետո ինքը էլ չի մեղադրելու։ Ինքը ամանչելու է այն մեղքերից, որ ինքը գործում էր, այն մեղադրություններից, որ ինքը արել է։ Կարդացեք։ Իրական Հայաստան, իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Աստծո կողմից օրհնված է։ Աստծո կողմից օրհնված է։ Եվ մենք ժողովուրդս եւ մեր պետությունը, մեր եկեղեցիները, մեր սրբությունները պաշտպանված է լինելու, որտեղ մեր պետության ղեկավարը ժողովրդի ծոցից հելած, ժողովրդի կողմից ընտրված իրական Հայաստան, իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Աստծո կողմից օրհնված է։ Այո, օրհնված է։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե հոգատարությունը, կեցե աշխատասիրությունը, կեցե հայ մարդը, կեցե հայ մարդու հոտառությունը, որ էլ ոչ մի նարեկներ չեն կարողանում իրենց սրտման ճմբլիկ գնացներով հայ մարդու մոտ եղանակ փոխել։ Կեցե հայ մարդը։ Աստծով ամեն ինչ լավ լինելու։ Կիրակի օրներ, սիրելի մարդիկ, հանդիպում ենք Գյումրիի, սիրելի գյումրեցիներ, բանակի ընկերներ, հարազատներից չեմ ասում, որովհետև կոռեկտ չեմ համարում հարազատներից ասեմ, որ հույսով եմ, որ մենք իրար կհանդիպենք։ Օրինակ քրոջս չեմ ասում, փեսից չեմ ասում։ Սիրելի ընկերներ, սիրելի հարազատ մարդիկ, համոզված եմ կիրակի օրը կհանդիպենք, իրար կվայելենք, իրար կարոտը կառնենք, Սուրբ Պատարագին կմասնակցենք եւ այդ ընթացքում նաեւ մեկս մյուսի կվայելենք, ցավները տանեն։ Կշփվենք իրար հետ։ Իսկ նրանք, ովքեր կմտեն համարցակ կերպարի մեջ եւ կփորձեն խուլիգանական խոսություններով, անկանոն շարժումներով, որ ինչա, մի քանի հոգի ասի ապրես հալալ ես ինչ ուժեղ տղա ես դու, փորձեն Սուրբ Պատարագ հարամեն խանգարել, քաղաքական մակարդակով ցավակցություններս եմ հայտնում ձեզ։ Բարի շեր, սիրելի մարդիկ ջան, ամեն ինչ լավ անելու։ Դե նարեկի նման չեն կարում էլի 2-3 րոպե խոսանք, որ ռեյ կանգնենք։ Ես սիրում եմ երկար խոսալը։ 2-3 րոպե անց չեմ ուզում սենց բանել ասեմ, որ ռեյ կանգնենք, ցավները տանեն։